USC-ի ռումբի ահազանգն այնքան վտանգավոր էր, որ նույնիսկ ռումբը տարածքին մոտ չէր եկել, սակայն ահազանգը 0, խուճապը 100։ Լոս Անջելեսում գրիպից մահ առաջինը պատվաստված չէր, բայց հիվանդանոցները լիքնեն նախադասությունն արդեն տոնական սեզոնի նախազգուշացման թեման է։ Թոմ Սթայերը մտնում է նահանգապետի մրցավազք խոստանալով էժան կյանք, երբ միլիարդատերն է խոստանում էժան կյանք, դա արդեն պարադոքս է։ Ռայան Վեդինգը նախկին սպորտսմեն, այժմ full-time թմրարկա, գլխագինը բարձրացրել են մինչև 15 միլիոն դոլարի, նոր մեղադրանքներ ու ձերբակալություններ։ Լարի Սամերսը և Էփստեյնը Հարվարդը նորից է ուսումնասիրում հին կապերը, շփումները շարունակվել են 2008 թվականից հետո, կարծես հին ընկեր հասկացությունն այստեղ շատ բառացի է։ Ֆորդը հետ է կանչում 230,000 մեքենա, վահանակը երբեմն ցույց չի տալիս արագությունը։ Միացյալ Նահանգներն Ուկրաինային առաջարկել է խաղաղության պլան, զիջիր տարածք կստանաս խաղաղություն տրամաբանությամբ, վաղը կկայանա կարևոր հանդիպում։ ՆԱՍԱ-ն նոր լուսանկարներ է հրապարակում 3I Atlas-ից, միջաստղային հյուր, որը համացանցում արդեն ավելի շատ դավադրության տեսություն ունի, քան աստղեր կան երկնքում։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Սկզբում բաժանորդագրվեք ալիքին սեղմ մեկ լայք կոճակն ու նոր վայելեք օրվա լրահոսը։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում USC-ում ռումբի սպառնալիքի պատճառով այսօր տարհանվել է ուսանողական միության շենքը, սակայն հետագա քննությունը ցույց է տվել, որ ահազանգը կեղծ էր։ USC-ի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, որ ժամը 2:39-ը ստացվել է ահազանգը եւ շենքը անմիջապես տարհանվել է։ Դրանից քիչ հետո ժամը 3-ին հաստատվել է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշել է, որ ռումբի սպառնալիքը կեղծ էր։ Սկզբում հանրությանը հորդորել էին հեռու մնալ տարածքից, սակայն հետաքննության ավարտից հետո USC-ի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ շենք վերադառնալը կրկին անվտանգ է։ Լոս Անջելես, Կալիֆորնիայի կենտրոնում մնանք, քաունթին այս սեզոնում արձանագրել է գրիպից առաջին մահվատ դեպքը։ Առողջապահական պաշտոնյաների տեղեկացման մահացածը գրիպի դեմ պատվաստված չի եղել։ Քաղաքի առողջապահության վարչությունը հաղորդել է, որ տվյալ անձը երիտասարդ չէր, ուներ մի շարք ուղեկցող հիվանդություններ։ Սա այս աշուն ձմեռ շրջանի առաջին գրիպի հետ կապված մանն է։ Նախորդ տարվա գրիպի սեզոնը միայն Կալիֆորնիայում խլել էր հարյուրավոր կյանքեր։ Առաջիկա տոնական օրերի նախասրեմի առողջապահության ներկայացուցիչները զգուշացնում են, որ գրիպի տարածվածությունը ամենայն հավանականությամբ կմեծանա։ Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնի մրցավազքում նոր եւ նաեւ հսկա տեխնացու է հայտնվել Թոմ Սթայեր, միլիարդատեր, ակտիվիստ եւ այն մարդը, որը սեփական միլիոններով փորձեց նախագահ դառնալ ու պարտվեց։ Մամուլը գրում է նա վերադարձել է, ինձ համար սա վերադարձ չէ, այլ եւս մեկ միլիարդատիրոջ կյանքը ավելի տաքրքրացնելու ցանկություն։ Եթե դիտարկենք, որ վերադարձել է, ապա դա արել է նվազագույնը հետաքրքիր տեքստով, սուր խոսքերով եւ հստակ թիրախով։ Կյանքի կինը Կալիֆորնիա։ Սթայերն ասում է. Կալիֆորնիացիները վաստակում են քիչ, բայց վճարում են ամեն ինչի համար։ Կամ այս մեկը, կալիֆորնիացիները արժանի են կյանքին, որը կարող են իրենց թույլ տալ։ Գեղեցիկ են հնչում հատկապես միլիարդատիրոջ շուրթերից։ Բայց անկեղծ լինենք, եթե կա մարդ, որը կարող է խոսել կյանքի թանկությունից, ապա նա պետք է հասկանա, փողով ամեն ինչ հնարավոր չէ գնել։ Բայց չեն կարող չընդունել, որ Սայերի հարստությունը նրան վերածում է իրական մրցակցի, հատկապես առաջադիմական կոնգրեսական Քեյթի Պորտերի, Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի եւ ԱՄՆ առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախկին նախարար Խավիեր Բեսերայի համար։ Պարզապես բոլորը գիտեն, որ Սթայերը չի հանձնվում։ Նա այն տեսակի մարդ չէ, որ հուսահատվի թվերից, որովհետև երբ քո համար միլիոնը նույնն է, ինչ սովորական մարդու համար մեկ գավաթ սուրճը, միշտ կա երկրորդ փորձ ավելի լավը պատրաստելու։ Կալիֆորնիան միշտ էլ սիրել է մեծ անուններ։ Սթայերի ամենամեծ առավելությունը գուցե քսակն է, բայց առանձնահատուկ է համառությունը եւ մի տեսակ Սթիվ Ջոբսին հիշեցնող էներգիա ունի։ 2016-ին Սթայերը գլխավորել էր ակցիան, որը բարձրացրեց ծխախոտի հարկը յուրաքանչյուր տուփի համար $2, այդ գումարներն ուղղելով առողջապահական ծրագրերին։ Նա նաեւ գլխավոր հակառակորդն էր 2010-ի այն հանրաքվեին, որը կթույլատներ Կալիֆորնիայի մաքուր օդի եւ կլիմայի մասին օրենքը։ Սթայերը միլիոններ էր ծախսել նաեւ ամբողջ երկրում շրջագայելու եւ Թրամփի իմպիչմենթը առաջ բղելու համար նրա առաջին ժամկետի ընթացքում։ 68-ամյա Սթայերը մտնում է հունիսյան ընդհանուր նախնական ընտրություններում որպես դեմոկրատ տեխնացու, իսկ առաջին երկու տեղերը զբաղեցնողը բնականաբար կանցնեն նոյեմբերյան ընդհանուր ընտրություններ։
Կանադան ներկայացրեց նախկին օլիմպիական սնոուբորդիստ Ռայան Վեդինգին, որը փնտրվում է իշխանությունների կողմից թմրանյութերի մաքսանենգության ցանց ղեկավարելու համար, նոր մեղադրանքներ են առաջադրել։ Գլխավոր դատախազ Փեն Բոնդին, FBI տնօրեն Քաշ Պատելը եւ մի շարք պաշտոնյաներ նոր հայտարարություններ են արել այս գործով։ Կալիֆոռնիայում բացված դաշնային մեղադրական եզրակացության շրջանակում արդեն ձերբակալվել են եւս 10 մեղադրյալներ։ Ըստ մեղադրական ակտի Ռայան Վեդինգը 2025 թվականի հունվարին Կոլումբիայում կազմակերպել է վկայի սպանություն, որպեսզի խուսափի ԱՄՆ արտահանձնվելուց։ Վեդինգը ղեկավարում է հսկայական քրեական ցանց, որը տարեկան ԱՄՆ եւ Կանադա է տեղափոխում շուրջ 60 տոննա կոկային, հիմնականում Մեքսիկայի բեռնատարներով։ Քննության ընթացքում արդեն 35 կասկածյալ է մեղադրվել, առգրավել է ավելի քան 2 տոննա թմրանյութ, արգելափակվել են մի շարք կրիպտոհաշիվներ 3,2 միլիոն դոլարի չափով, ինչպես նաև առգրավել է 13 միլիոն դոլարի գույք։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև բարձրացրել է Վեդինգի գլխագինը 10 միլիոնից 15 միլիոն դոլարի։ Բացի այդ, սպանությանը մասնակցած անհայտ անձանց հայտնաբերման դիմաց սահմանվել է յուրաքանչյուրի համար 2 միլիոն դոլարի պարգև։ Գործի շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է Վեդինգի եւ նրա գործընկերների ակտիվները ամբողջ աշխարհում։ FBI-ը Վեդինգին համեմատում է Պաբլո Էսկոբարի եւ Էլ Չապոյի նման հանցավոր գործիչների հետ, հայտարարելով, որ նա ժամանակակից սերնդի ամենավտանգավոր թմրարքաններից մեկն է։ Վեդինգը Մեքսիկայում է, իսկ նրա անվտանգությունն ապահովում է Սինալոա կարտելը եւ Մեքսիկայի այլ հանցավոր խմբավորումներ։ Թողարկման այս հատվածում մեր երախտագիտությունն ենք հայտնում գործընկերներին։ Համայնքում վաղուց արդեն բրենդ դարձած Կոզանյան Meat and Liquor Market, ամենօրյա գնումների հայկական անկյուն Գլենդերում։ Մոտենում է Thanksgiving-ը, տոնական առևտուրն անում եք, իսկ քննքահավը նվեր եք ստանում։ Գերիս Մամս Բեքերի, այստեղ նույնպես ձեզ առանց նվեր չեն թողնի։ Անհավանական բարի ու արեստավարժ մոտեցում, նրբանակած ցանկացած հաճախորդի հետ, իսկ Մամս լավաշը անկրկնելի է, եւ դա գիտեն բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ փորձել են։ Եվ Cosmopolis-ը, թե նորաբաց է, արդեն հասցրել է դառնալ Նորթ Հոլիվուդի համեղ ու հարազատ անկյուններից մեկը։ Իսկ եթե տանը խնջույք ունեք, Cosmo Catering-ը պարզապես փրկություն է, չափազանց հագեցած եւ գեղեցիկ մատուցմամբ։ Մեր բոլոր գործընկերների հասցեներն ու հեռախոսահամարները պարբերաբար հայտնվում են էկրանին, կարծում եմ հարկ չկա հավելյալ կրկնելու։ Շարունակենք լուրերը։ Հարվարդը վերաբացել է քննությունը հետաքննելու Լարի Սամերսի կապերը Ջեֆրի Էփստեյնի հետ։ Քննության վերսկսումը հետևել է նոր հրապարակված էլեկտրոնային նամակներին, որոնք ցույց են տալիս, որ Սամերսը շարունակել է ընկերական շփումներ Էփստեյնի հետ, նույնիսկ 2008 թվականին անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության արձանագրումից հետո։ 2020 թվականի նախորդ քննությունը պարզել էր, որ Էփստեյնը 2008-ի դատապարտումից հետո Հարվարդի տարածքի այցելել ավելի քան 40 անգամ, ունեցել է գրասենյակ եւ ազատ մուտք է արել հետազոտական կենտրոն, որը ֆինանսավորում էր ինքը։ Այդ գրասենյակը տրամադրած պրոֆեսորը հետագայում կորցրել էր մի շարք ակադեմիական իրավունքներ։ Նոր փաստաթղթերի հրապարակումից հետո Սամերսը հայտարարել է, որ դադարեցնում է իր հասարակական եւ մասնագիտական ներգրավվածությունը բոլոր տեղերում։ Նրա գրասենյակը հաստատել է, որ նա հրաժարական է ներկայացրել նաև OpenAI-ի ղեկավար խորհրդի կազմում ունեցած դիրքից։ Լարի Սամերսը 1999-ից 2001 թվականներին ԱՄՆ գանձապետարանի քարտուղարներ Բիլ Քլինթոնի վարչակազմում եւ 2001-ից 2006 թվականին գլխավորել է Հալվարդի համալսարանը։ Նա հայտարարել է, որ Էփստեյնի հետ կապը իր մեծագույն սխալներից մեկն է եղել։ Bloomberg TV-ն հայտնել է, որ Սամերսը նաև դադարեցնում է իր դերակատարումը որպես վճարովի վերլուծաբան, իսկ New York Times-ը չի վերանայել նրա պայմանագիրը։ Ford Motor Company-ն հետ է կանչում մոտ 230,000 ավտոմեքենա, քանի որ վահանակի ծրագրային սխալի հետևանքով հնարավոր է չցուցադրվի կարևոր տեղեկություններ, այդ թվում զգուշացնող լույսերը եւ մեքենայի արագությունը։ ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչակազմի NHTSA-ի տվյալներով հետկանչը վերաբերում է 2025-26 թվականների Bronco եւ Bronco Sport մոդելներին։ Ենթադրվում է, որ բոլոր ներգրաված մեքենաներն ունեն նույն սխալը։ Ըստ վարչակազմի Ford-ը խնդիրն ուղղելու է ծրագրային թարմացման, որը մեքենայի սեփականատերերը կարող են ստանալ անվճար կամ այցելելով կենտրոն կամ ստանալով wireless OTA թարմացում հեռավար եղանակով։ Տուժած մեքենաների սեփականատերերը կարող են դիմել Ford-ի հաճախորդների սպասարկման ծառայությանը զանգահարելով 866 436 7332 հեռախոսահամարով։ Հետկանչի ներքին կոդն է 25SC3։ Հիշեցնեմ, որ ընդամենը նախորդ ամիս էր Ford-ը հետկանչել 740,000 ավտոմեքենա տեսախցիկների, ղեկային համակարգի եւ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով։ Ընկերությունը վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ հետկանչեր է իրականացրել նաեւ խափանված հետին տեսախցիկների պատճառով։
Թրամփի վարչակազմը տեղեկացրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որ Ուկրաինան պետք է զիջի որոշ տարածքներ եւ հանձնի որոշ սպառազինություն որպես Միացյալ Նահանգների մշակած խաղաղության շրջանակային ծրագրի բաղադրիչ, որի նպատակն է ավարտել պատերազմը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը, նշելով երկու աղբյուրի մասին, որոնք էլ խնդրել են չհայտնել իրենց անունները բանակցությունների զգայուն բնույթի պատճառով։ Աղբյուրները նշել են նաև, որ առաջարկներից մեկը վերաբերում է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատմանը այլ պահանջների հետ միասին։ Նրանք հավելել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Ուկրաինան ընդունի այդ շրջանակային պլանի հիմնական կետերը։ Նման պայմանագիրը Ուկրաինայի համար կհանդիսանար լուրջ հետընթաց այն պայմաններում, երբ Ռուսաստանը շարունակում է տարածքային առաջխաղացումները Արևելքում, իսկ Զելենսկի միաժամանակ պայքարում է կոռուպցիայի սկանդալի հետ, որի հետևանքով խորհրդանը պաշտոնանկ արեց էներգետիկայի եւ արդարադատության նախարարներին։ Ուկրաինայի մի բարձրաստիճան պաշտոնյա ավելի վաղ Reuters-ին հայտնել էր, որ Կիևը ստացել է ազդակներ ԱՄՆ առաջարկների փաթեթի վերաբերյալ եւ որ Վաշինգտոնն այդ առաջարկները քննարկել է Մոսկվայի հետ։ Ըստ աղբյուրի, Ուկրաինան որևէ դեր չի ունեցել այդ առաջարկների մշակման մեջ։ Զելենսկին, որը Ստամբուլում բանակցում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ, նախատեսում է հինգշաբթի հանդիպել ԱՄՆ բանակի ներկայացուցիչների հետ արդեն Կիևում։ Հուլիսին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դեմ առ դեմ բանակցություններ չեն կայացել։ Այդ ընթացքում Ռուսաստանի ուժերը ամրապնդել են իրենց դիրքերը գրեթե 4 տարի տևող պատերազմի ընթացքում։ Ռուսաստանի նախագահ Պուտինը վաղուց է պահանջում, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունից եւ դուրս բերի զորքերն այն 4 մարզերից, որոնք Մոսկվան հայտարարում է որպես ռուսական տարածք։ Մոսկվան որևէ նշան չի տվել, որ պատրաստ է հրաժարվել այս պահանջներից, իսկ Ուկրաինան պնդում է, որ չի կարող ընդունել նման պայմանները։ Եվ վերջին լուրը, այս մասին հասցրել եմ արդեն խոսել, ամիսներ շարունակ 3i Atlas-ը գիտնականների, աստղադիտարանների եւ անգամ հասարակ մարդկանց հետաքրքրության հիմնական աղբյուրն է։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ պարզ դարձավ, որ այս մարմինը եկել է մեր արեգակնային համակարգից դուրս, իրականում մեկ այլ աստղային համակարգից։ Իսկ այսօր ՆԱՍԱ-ն վերջապես հրապարակել է նոր բարձրորակ լուսանկարների մի մեծ փաթեթ։ 3i Atlas-ը դարձավ պատմության մեջ երրորդ հաստատված միջաստղային թափանցողը, որը երբևէ հասել է մեր արեգակնային համակարգ։ Այն առաջին անգամ նկատվել էր Չիլիի աստղադիտակում Atlas համակարգի միջոցով։ Հետագա չափումները հաստատել են, որ օբյեկտը չի պատկանում մեր արեգակնային ընտանիքին, այն դուրս է շպրտվել ուրիշ աստղից եւ միլիարդավոր տարիներ լույսի արագությամբ շրջել գալակտիկայում, մինչև վերջապես հայտնվել է այս տարածքում։ Գիտնականների համար սա եզակի հնարավորություն է ուսումնասիրել նյութ, որը ձևավորվել է այլ արևային համակարգում։ Հենց այդ պատճառով աշխարհի ամենամեծ աստղադիտարաններն ուղղել են իրենց օպտիկան դեպի այս սառցե հրաշքը։ Կիսավորի հիպերբոլիկ ընթացքը, ծագումը, կառուցվածքը եւ անոմալ հատկությունները արդեն հանգեցրել են բազմաթիվ դավադրական տեսությունների, նույնիսկ թռչող ափսե լինելու մասին։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։